Մինչ պաշտոնական Բաքուն շարունակում է հայտարարել, որ ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, Ադրբեջանում նոր թափ է հավաքում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեման։ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում անցկացվել է վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան երրորդ փառատոն կոնգրեսը, որտեղ հնչած հայտարարությունները կրկին հարցեր են առաջացնում Ադրբեջանի խաղաղության օրակարգի վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի խորհրդանի падգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ եւ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարությունը։ Կոնգրեսի ընթացքում համայնքի նախագահ Ազիզ Ալեկբերլին հայտարարել է. Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը իրենց հայրենի հողեր համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին եւ միջազգային իրավունքներին։ Տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները վկայում են արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի անխուսափելիության մասին։ Հայաստանը պետք է ընդունի այս իրականությունը եւ պայմաններ ստեղծի արժանապատիվ եւ խաղաղ վերադարձի համար։ Ալեկբերլու այս հայտարարությունը կրկնում է վերջին տարիներին Բաքվի կողմից առաջ մղվող այն թեզը, համաձայն որի Հայաստանի ներկայիս տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանցիների պատմական բնակության վայր։ Հատկանշական է, որ կոնգրեսին մասնակցել են նաև Ադրբեջանի խորհրդանի ներկայացուցիչները։ Միլի Մեջլիսի փոխոսնակ Զիաֆատ Ասկերովը հայտարարել է, թե Արևմտյան Ադրբեջանի հարցը իբր տարածքային պահանջ չէ Հայաստանի նկատմամբ։ Մենք միայն ցանկանում ենք վերադառնալ մեր հայրենի հողեր խաղաղությամբ, միջազգային իրավունքին համապատասխան եւ ապրել այնտեղ անվտանգ ու արժանապատվորեն։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել ճշմարտությունը, պաշտպանել այդ հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները եւ ապահովել նրանց խաղաղ վերադարձը։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողեր, որովհետեւ դրանք մեր նախնիների տարածքներն են։ Երևանում սակայն այս հայտարարությունները գնահատվում են որպես Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման հերթական դրսևորում։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխոսնակ Զիաֆատ Ասկերովը հայտարարել է, որ Հայաստանը իրենց նախկինների հողն է։ Անում է սա առանց որևէ փաստի, պատմական կամ աշխարհագրական հիմնավորման։ Ավելին, երբ իրենք այս հարցով դիմել են միջազգային դատարան, այդ դատարանը նրանց փաստացի մերժել է, բայց Ադրբեջանը չի հանձնվում։ Զրոյից ստեղծել են զավթողական հայեցակարգ ու արդեն 3 տարի է ռեսուրս են դնում դրա տարածման վրա։ Իսկ իրենց կամակատար Հայաստանի Հանրապետության իշխանությունները զուգահեռ իրականության մեջ ամեն ձևով փորձում են թաղել Արցախի ժողովրդի ամեն տեսակ իրավունք, ընդ որում հաստատված հենց միջազգային այցյաններով։ Նախիջևանում հնչած հայտարարությունները հատկապես ուշագրավ են այն ֆոնին, երբ Ադրբեջանը շարունակում է խոսել խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին, սակայն դրան զուգահեռ Բաքվից շարունակվում են նաև Հայաստանի հասցեին մեղադրանքներն ու պատմական գնահատականները։ Այս անգամ հերթական նման ելույթով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականին տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ նա կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը եւ քննադատել միջազգային միջնորդներին։ Ջոգրաֆիամızdan բնորոշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, որոնք մանդատ ունեին խաղաղությանը հասնելու եւ մեր տարածքներն օկուպացիայից ազատագրելու համար, չկարողացան ստիպել Հայաստանին դուրս գալ ադրբեջանական տարածքներից։ Բանակցային գործընթացի սկզբում մենք մեծ հույսեր ունենք, սակայն տարիներ շարունակ մեզ ասում էին գնացեք եւ բանակցեք, այլ լուծում չկա, պատերազմ սկսել չեք կարող, իսկ եթե սկսեք, ձեր դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։ Gündelikten asılı olarak Ալիևը նաև դժգոհել է, որ միջազգային հանրությունը երբեք պատժամիջոցներ չի կիրառել Հայաստանի նկատմամբ եւ դա ներկայացրել է որպես երկակի ստանդարտների օրինակ։ Այնուհետև նա Հայաստանին մեղադրել է պատերազմի եւ մշակութային ժառանգության ոչնչացման համար։ bütün dünya tarafından kabul edilir. Արդեն 1 տարի է, ինչ Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ եւ տեսնում են դրա օգուտները։ Մենք խաղաղություն առաջարկեցինք Հայաստանին, չնայած այն տառապանքներին ու ավերածություններին, որոնց ենթարկվել էր Ադրբեջանը։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ է տեղի ունեցել, բայց այսօր խաղաղությունն է մեր առաջնահերթությունը։ Սակայն հենց այս հայտարարությունների համատեքստում առաջ է գալիս հիմնական հակասությունը։ Մի կողմից Ադրբեջանը միջազգային հարթակներում խոսում է խաղաղությունից, մյուս կողմից շարունակում է առաջ մղել Արևմտյան Ադրբեջանի գաղափարը եւ Հայաստանի հասցեին նոր պահանջներ ներկայացնել։ Նախիջևանում անցկացված կոնգրեսն ու դրան հաջորդած Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքուն շարունակում է զուգահեռաբար առաջ տանել երկու տարբեր օրակարգ։ Արտաքին լսարանին ներկայացնելով խաղաղության ուղերձներ, ներքին լսարանի համար պահպանելով Արևմտյան Ադրբեջանի քաղաքական թեզը եւ հենց այս հակասությունն է շարունակում կասկածի տակ դնել տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղության հեռանկարը։ Ռիդա Ղազարյան, Վահագն Մխիթարյան, TB News։